Լրտեսության համար օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցների հանձնարարությամբ տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի մեկ քաղաքացի, հանցագործության մեջ նաև բացահայտվել են 2 անձ։ Նշված հայտարարությունն արել են պետական անվտանգության ծառայությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ։ Գերատեսչության տվյալներով քրեական գործով հավաքված ապացույցներով հաստատվել է, որ ձերբակալված անձը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից և նրան տրվել է համապատասխան կեղծանուն։ Վիեննայում ԵԱՀԿ-ի կենտրոնակայանում Վրաստանի նախագահությամբ ընթանում է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի բացման նիստը, որի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդես է եկել ողջույնի խոսքով։ Անվտանգության համագործակցության ֆորումը հանդիսանում է կազմակերպության հիմնական որոշումներ կայացնող մարմիններից մեկը, որի գլխավոր նպատակն է ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության և կայունության ամրապնդումը։ Վրաստանը նախագահության դիրքում կլինի 4 ամիս, այնուհետև այդ դիրքը կփոխանցի Մեծ Բրիտանիային։ Վրաստանի նախագահը աշխատանքային այցով հյուրընկալվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ մասնակցել է տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Միխեիլ Ղավելաշվիլին հանդես է եկել ելույթով։ Վերջին տասնամյակի ընթացքում մենք զգալիորեն ընդլայնել ենք պահպանվող տարածքների մակերեսը, որը ներկայումս գերազանցում է երկրի տարածքի 13%-ը, իսկ պահպանվող էկոհամակարգերի բաժինը կազմում է մոտ 23%։ Մեր նպատակն է մինչև 2035 թվականը այս ցուցանիշը հասցնել 30%-ի, ինչը լիովին համապատասխանում է միջազգային նպատակային ցուցանիշներին, հայտարարել է Միխեիլ Ղավելաշվիլին։ Նրա խոսքով Վրաստանն անցում է կատարում շրջանաձև և ռեսուրսախնայող տնտեսության։ Այսօր Վրաստանի նախագահը նաև հանդիպում է ունեցել հյուրընկալող երկրի նախագահի հետ։ Կառավարությունում իրականացված կադրային փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթ։ Երեկ հայտնի դարձավ, որ Մամուկամ Դինարաձեն լքում է պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնը և կզբաղեցնի պետական նախարարի պաշտոնը իրավապահ մարմինների հետ համակարգման ուղղությամբ։ Նա նաև նախարարների կաբինետում կստանա փոխվարչապետի կարգավիճակ։ Պետական անվտանգության ծառայության պետի պաշտոնում առաջադրվել է ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն, իսկ Աջարիայի կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Նշվածի վերաբերյալ խորհրդարանը հաջորդ շաբաթ կհաստատի օրենսդրական փոփոխությունները։ Ընդդիմադիր դաշինքում հակասությունները շարունակվում են։ Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցում պատասխանում է 8 կուսակցությունների հայտարարությանը, որոնք նախկին նախագահին մեղադրել էին դաշինքի սկզբունքները խախտելու մեջ։ Սահակաշվիլիի կարծիքով ընդդիմադիր դաշինքում իր նկատմամբ բարդույթ ունեն և դա այն դեպքում, երբ պետք է պայքարեին Բիձինա Իվանիշվիլիի դեմ, որպես հիմնական թիրախ ընտրել են իրեն։ Սահակաշվիլին նշում է, որ ինքը միասնության կողմնակից է, սակայն եթե այդ միասնությունը փխրուն է և գրաքննում է, ապա այն չի կարող ուժ ունենալ պայքարի համար։ Վրաստանում ամենամեծ աջակցությունը ես ունեմ և հենց դրա համար եմ ամենաշատ ժամանակը անցկացրել բանտում և ամենաշատն եմ դատապարտվել, գրել է Սահակաշվիլին։ Սահակաշվիլին նաև իր պատասխանում ուշադրություն է հրավիրում հասարակական խնդիրների վրա և ընդդիմության մի մասին կրկին կոչ է անում իրեն քննադատելու փոխարեն կենտրոնանալ այլ ուղղությունների վրա։ Միխեիլ Սահակաշվիլին հիշեցրել է նաև անցած տարիները և ընդդիմության որոշ ներկայացուցիչներին մեղադրել Բիձինա Իվանիշվիլիի այսպես կոչված խաղի մեջ։ 2016 թվականին, երբ մեծ խումբ առանձնացավ մեզանից, ռեժիմը կտրուկ ուժեղացավ։ 2018-ին, երբ Բաքրաձեն մեծ հակակշիռ դրվեց և դա տապալեց ընդդիմության հաղթանակը նախագահական ընտրություններում, իսկ 2024-ին, երբ Իվանիշվիլիի կողմից Գիլաուրիին բեմ մտցնելով և նրա կողմից ծախսված $10 միլիոն անհնար դարձավ ընտրություններին մեկ ցուցակով դուրս գալը, գրում է Սահակաշվիլին։ Նշված հարցը գնահատականների թեմա է քաղաքական դաշտում։ Ազգային շարժումում նշում են, որ Սահակաշվիլիի դիրքորոշումը արժեքավոր խորհուրդներ էր պարունակում, իսկ իշխող թիմը շեշտադրում է դաշինքի անհաջողությունը, նշելով, որ այն հին նացերի միավորում է։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների այցը Իսպանիա շարունակվում է Սենատում և Կոնգրեսում հանդիպումներով։ Այսօր խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպում են անցկացրել Սենատի և Պատգամավորների պալատի համատեղ հանձնաժողովի ձևաչափում, ինչպես նաև վրացական պատվիրակությանը հյուրընկալել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Պատվիրակության անդամների խոսքով բոլոր հանդիպումների ժամանակ իսպանացի գործընկերների հետ քննարկվում են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանում առկա իրավիճակը։
Նրանց խոսքով հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին եւ այդ ճանապարհին առկա դժվարություններին։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների խոսքով նրանք բոլոր հանդիպումների ժամանակ եւս մեկ անգամ հաստատել են վրացական կողմի պատրաստակամությունը միջազգային գործընկերների հետ բաց երկխոսություն վարելու վերաբերյալ։ Վրաստանում պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանին հյուրընկալում է նրա վրացի գործընկերը Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։ Պաշտպանության նախարարության տարածքում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո նախարարները եւ պատվիրակությունների անդամներն անցկացրել են երկկողմ հանդիպում, որտեղ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերը։ Իրակլի Չիկովանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին Վրաստանի տարածքային ամբողջական եւ ինքնիշխանության աջակցության համար եւ վերահաստատել է Վրաստանի կողմից աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։ Հանդիպման ժամանակ կողմերը ուշադրություն են դարձրել երկու երկրների միջև բարիդրացիական սերտ հարաբերություններին եւ պաշտպանության ոլորտում համագործակցության դրական դինամիկային։ Քննարկման կարևոր թեմաներից մեկը եղել է նաեւ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը եւ առկա մարտահրավերները։ Հանդիպման ավարտից հետո Հայաստանի պաշտպանության նախարարը հերոսների հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղված մարտական գործողություններում զոհվածների հիշատակին։ Մերձավոր Արևելքում կրկին լարված իրավիճակ է։ Իրանի շրջափակման պատճառով վառելիքով բեռնված նավերը չեն կարողանում անցնել նեղուցով։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարում է, որ Իրանը ուշադիր հետևում է քաղաքական ասպարեզում ընթացող զարգացումներին եւ մտադիր է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Իրանի շահերը պաշտպանելու համար։ Իրանական իրնագործակալության տվյալներով Բաղային նշված հայտարարությունն արել է նաեւ այն բանից հետո, երբ Պակիստանը Թեհրանին կոչ է արել դադարեցնել կրակը։ Միևնույն ժամանակ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հայտարարությամբ Հորմուզի նեղուցում ձերբակալել են երկու նավ։ Հայտարարության մեջ ռազմածովային ուժերը հայտարարում են, որ երկու նավերը տարվել են Իրանի տարածքային ջրեր, նրանց բեռը, փաստաթղթերը եւ գրառումները ստուգելու նպատակով։ Հայտարարության մեջ ասվում է, որ նավերը շարժվել են առանց թույլտվության եւ կատարել են կրկնակի խախտումներ։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների կենտրոնում հայտարարում են, որ Հորմուզի նեղուցում իրանական հարձակման թիրախ են դարձել առնվազն 3 կոնտեյներային նավ։ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը եւ աջակցել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելուն։ Նոր պատժամիջոցների փաթեթը վերջին ամիսներին արգելափակված էր Սլովակիայի եւ Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Իսկ հիմա Եվրամիության բոլոր 27 երկրների մշտական ներկայացուցիչներն աջակցել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։ Միաժամանակ Ազատություն ռադիոկայանի Բրյուսելի բյուրոյի թղթակցի տվյալներով 20-րդ փաթեթից հանվել է ռուսական նավթի ծովային փոխադրումների արգելքը։ Եվրամիությունը նաև վճռորոշ քայլ է կատարել Ուկրաինայի համար 2026-2027 թվականների համար նախատեսված խոշոր վարկի վերջնական հաստատման գործընթացում։ Այս հարցը եւս մի քանի ամիս վիճելի էր Հունգարիայի վետոյի պատճառով։ Խոսքը Եվրամիության բազմամյա բյուջեում փոփոխությունների հաստատման մասին է։ Գործընթացն ընթանում է գրավոր ընթացակարգով եւ կշարունակվի մինչեւ ապրիլի 23-ը։ Ըստ 2024 թվականի նոյեմբերի 14-ի մարտահամարի արդյունքների Վրաստանի բնակչությունը կազմել է 3.929.000 մարդ։ Տեղեկությունը հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը։ Վրաստանի բնակչության 52%-ը կանայք են, 48%-ը տղամարդիկ։ Մարտահամարը ցույց է տվել, որ բնակչության 62%-ն ապրում է քաղաքներում։ Վրաստանի բնակչության ամենամեծ բաժինը կազմում է 35-ից մինչև 39 տարեկան տարիքային խումբը։ Նաև հարկ է նշել, որ կանանց մասնաբաժինը հատկապես բարձր է 85 եւ ավելի բարձր տարիքային խմբում։ Այս խմբում կանանց թիվը 2.6 անգամ գերազանցում է տղամարդկանց թվին։ 2024 թվականի մարտահամարի տվյալներով Թբիլիսիում ապրում է 1.331.000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 34%-ը։ Ըստ բնակչության թվաքանակի երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթիի եւ Քվեմո-Քարթլիի շրջանները։ Հատկանշական է, որ մարտահամարի այս ցուցանիշներում ներառվում են ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիները։
Բազմամասնագիտական թիմի ստեղծումը, որի կազմում գտնվող բժիշկները Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող հիվանդներին կանցկացնեն տարբեր պրոֆիլի հետազոտություններ, գործնականում արդեն որոշված է։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարը։ Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, Միխեիլ Սաջվելաձեն կոչ է անում բժիշկներին եւ ոլորտի մասնագետներին ծանոթանալ տվյալ դեղորայքների վերաբերյալ իրական տվյալներին եւ չստեղծել սխալ սպասումներ հիվանդների ծնողների եւ ամբողջ հասարակության մեջ։ Հիշեցնենք, որ Դյուշենի սինդրոմ ունեցող երեխաների ծնողները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են անցկացնում դեղամիջոցների ֆինանսավորման պահանջով, իսկ առողջապահության նախարարի հայտարարությամբ պետությունը որոշում կընդունի հաշվի առնելով դեղամիջոցների անվտանգությունն ու արդյունավետությունը։ Ծնողների պահանջած դեղամիջոցների մի մասը նրա խոսքով չունի Եվրոպայի դեղերի կարգավորող մարմնի թույլտվությունը։ Թբիլիսիի քաղաքային տեսչության հնացած եւ բարձր ծախսատար ավտոպարկն ամբողջությամբ թարմացվել է։ Քաղաքապետարանը մայրաքաղաքի քաղաքային կարգուկանոնի համար պատասխանատու ծառայության արդյունավետ աշխատանքի համար ձեռք է բերել Toyota Magnish-ի ավտոմեքենաներ։ Տնտեսող եւ էկոլոգիական Եվրո 6 չափանիշին համապատասխանող տրանսպորտային միջոցները հանրությանը ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Ավտոպարկի թարմացման նպատակը մայրաքաղաքի բոլոր շրջաններում եւ թաղամասերում, այդ թվում անտառային եւ լանդշաֆտային հանգստի գոտիներում կարգուկանոնի պահպանման միջոցառումների հավասար եւ արդյունավետ իրականացնումն է։ Նաեւ հանդիսանում է քաղաքային կարգուկանոնի ապահովումը, խախտումների նկատմամբ արագ եւ արդյունավետ արձագանքը, դրանց ժամանակին կանխումը եւ կանխարգելումը։ Նոր ձեռք բերված ավտոմեքենաների հետ միասին Եվրոպայի հրապարակում ներկայացվել է նաեւ մունիցիպալ տեսչության նոր ուղղությունը՝ մոտոտեսչությունը։